Տիկին Դավթյան, ժամանակակից գինեկոլոգիայում շատ են սկսել խոսել եւ կիրառել լազերային սարքավորումներ եւ դրա մասին շատ է խոսվում։ Ինչ ուղղություն է սա, երբ պետք է դիմել, ինչ խնդիրներ է լուծում, մաշկի ձգում օրինակ կամ հյուսվածքի անատոմիական փոփոխություն, ինչ հարցեր է լուծում։ Հիմնականում լազերային միջամտությունների օգնությամբ ֆունկցիոնալ փոփոխություններն ենք մենք կարողանում կարգավորել։ Եթե հետծննդաբերական շրջանում ես արդեն նշեցի, թե ինչ գանգատներով են դիմում, անմիզապահություն, հեշտոցի լայնացում, սեռական զգացողության թուլացում, մենոպաուզալ տարիքում նորից լինում են նմանատիպ գանգատներ, չորություն, անմիզապահություն, նորից սեռական զգացողության խնդիրը, երիտասարդ կանանցից շատերը դիմում են հիպերպիգմենտացիայի կապակցությամբ ինտիմ շրջանի եւ նման դեպքերում նույնպես մենք ունենք միջամտություններ, ոչ միայն լազերային միջամտությունը, այստեղ կա նաեւ պիլինգ, երբեմն կոմբինացված ձևով ենք մենք տանում այդ բուժումը։